Գյորջյան Կասկադ, 60 ամիս փուլային վճարում, բազմաթիվ առավելություններ։ Այսօր այս ակցիան, որ Եվրամիության դիմացն է, սա ամոթի նշան է Եվրամիության համար, որովհետև այն արժեքները, որոնք նրանք Հայաստանում տասնամյակներ շարունակ քարոզում էին, հանգեց ի վերջո նրան, որ Հայաստանում մենք ունենք շատ կարող ենք խոսել, բայց մեկ նախադասություն ասել։ Հետույք բառը արտասանելու համար, հետույք բառը եթերում օգտագործելու համար խուլիգանության հանցակազմով բանտում գտնվող մարդկանց հետ։ Սա է այս 30-ամյա, այս որ անդադ այդ գալստուկներով, բանով մենք իրականում օգնել են, այնպես չի որ չեն օգնել, բայց այս օգնությունները բերեցին, հանգեցրեցին սրա։ Եվ այստեղ շատ կարևոր տեղ է սա հիշեցնելու համար։ Ես գալիս եմ, ինչպես արդեն իրավաբանները խոսում են, Մասյացոտնի դատարանից, այդպես են ասում, Ավան նստավայրը, այո, եւ այնտեղ շատ այսպես ստանդարտ ընթացակարգով դատավոր, ես կասեի արդեն արքի դատավոր էլի, որտեղ 3 arczepiskopos է արդեն կալանավորել, արքի դատավոր Մասիս Մելքոնյանը իր հերթական որոշումը կայացրեց, շատ սպասելի, եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանում այս թափանիվը անընդհատ առաջ է գնում եւ գործող իշխանությունները մեծ հաշվով շատ քիչ բաներ ունեն սահմանափակվելու։ Այս կառույցն է, որ տարիներ շարունակ մի փոքր առիթով կամ թեկուզ մեծ առիթներով անընդհատ հայտարարություններ էր անում, անընդհատ խոսում էր ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների կարևորության մասին։ Հիմա մենք եկել ենք այստեղ, մենք ամենայն անկեղծությամբ ակնկալիք ունենք, հույս ունենք ավելի ճիշտ, որ ուսեմ մեզ հրավիրեն ասեն, այսքան խոսում եք, եկել եք մեր դուռը, մի հատ կբացատրեք ինչ է եղել։ Մենք փաստերով սիրենք կբացատրենք, թե ինչի մասին է խոսքը, որ հետույք բառի համար մարդ կա Խալանավայրում եւ դրանից հետո կհասկանանք իրենց գործողությունները։ Այսինքն ես այդ հույսը ունեմ։ Ես այստեղ եմ հույս ունենալով, որ այնուհանդերձ ինչ որ մարդիկ ներսում կգտնվեն, հիմա վստահաբար մեզ նայում են, հարգելի տիկնայք եւ պարոնայք, ladies and gentlemen, մենք հույս ունենք, որ մեզ մարդիկ կլինեն, որ փորձեն լսել։ Իսկ Ալեն Սիմոնյանը որ թքում է քաղաքացիների վրա, պարոն Մելիքյան։ Դա բարեպաշտության դրսևորում է, խնդրում եմ Ալեն Սիմոնյանին։ Այո, դա մաքուր բարեպաշտության դրսևորում է։ Այո, ժողովրդավարության, մարդու իրավունքների ապոգեին է դա, ես կարծում եմ պետք չի հետույք բառը չի օգտագործել Ալեն Սիմոնյանը։ Մելիքյան եւ Արշակ Սրբազանի գործին անդրադառնալով քաղաքացիական պայմանագրի падգամավորները արձագանքել են հարցին, թե ինչու են 7 տարի անց հիշել այդ գործը եւ ըստեյության հերքում են, որ քաղաքական ենթատեքստ կա եւ նշում են, որ իրավապահներն են այս գործողությունը զուտ իրավական գործընթաց է, ինչպես կարձակագրում։ Արձագանքեմ հետեւյալ կերպ. ռեժիմը բաղկացած է մի քանի թևերից, քաղաքական թևն է, իրավապահ համարվող թևն է, բարձր որ մեկի մյուսի վրա պետք է գցի եւ ասում եք երկում են, դժվար կլիներ պատկերացնել, որ չգիտեմ, Վահագն Ալեքսանյանը, նույն Ալեն Սիմոնյանը կամ մյուսները վեկանային ասեն, հա դե գիտեք, այստեղ իրականում քաղաքական հետապնդում կա։ Ակնհայտ է, փաստերը դրա մասին են խոսում։ Քննել են, մեկ էլ չգիտես որտեղից, գիտես որտեղից։ Դեկտեմբերի 10-ից 12-ը եպիսկոպոսատ ժողով է հայտարարված, մեկ էլ նման այսպես որոշում են կայացնում։ Ամեն ինչ ակնհայտ է, այնտեղ նրանց հետ բանավիճելու այսպես տեղել չեմ տեսնում, առհասարակ տեղ չեմ տեսնում։ Ուղղակի ենք ասեմ, որ ռեժիմը բաղկացած է, այո, մի քանի թևերից, այս հանձնարարությունը տրված էր իրավապահ թևին, այսպես շակերտավոր ասած, իրավապահ թևին, եւ քաղաքական թևի խնդիրն է ասել, դե մենք դրա հետ ինչ կապ ունենք։ Ես իսկապես կարծում եմ, որ հենց այդ падգամավորները կարող է ուղիղ կապ չունենան, իհարկե։ Հաստատ Նիկոլ Փաշինյանը նրանց չի զեկուցել, թե ինչ հանձնարարություն է տալիս իրավապահ մարմիններին։ Պարոն Մելիքյան, ինչպես կբացատրեք այն զուգադիպությունը, որ ամեն անգամ գործնական ամեն անգամ հենց նրա հերթապահության օրը լինում։ Սա ուղղակի հրաշք է։ Հրաշքներ կատարվում են, սա ուղղակի հրաշք է, 3 arczepiskopos ունենք պալանավորված եւ 3-ն էլ Մասիս Մելքոնյանի կողմից։ Սա ուղղակի հրաշք է, ես կարծում եմ, որ Մասիս Մելքոնյանի սրբադասման նաեւ հարցը կարելի է բարձրացնել այս հրաշքի շնորհիվ։ Այսքանը շնորհակալություն։